Ժորժան բարև ձեզ, էսա եղավ մինի հանրահավաք պաստորեն։ Նախ ես ուզում եմ բոլորից շնորհավորել եւ ողջունել եւ շնորհակալություն հայտնել աջակցության խոսքերի եւ աջակցության քայլերի համար եւ ձեր պատրաստակամության համար եւ նախընտրական իսկ Քարոզ Արշավին գիտեք ցանկացած տեղ որ մտնում ենք մեր ըստ էության խոսակցությունը նույն բաների շուրջ է, որովհետև հիմա այս ընթացքում, երբ որ ես քայլում էի, մարդիկ մոտենում են եւ խոսում են ինչի մասին։ Խոսում են թոշակների բարձրացման մասին, խոսում են առողջության ապահովագրության մասին եւ խոսում են խաղաղության մասին։ Եւ ըստ էության սա է այն հիմնական օրակարգը, որի շուրջ կենտրոնանում ենք մենք, եւ ես ուզում եմ ասել գոհունակությամբ եմ արձանագրում հետեւյալը։ Սա շատ կարևոր դարակազմիկ մի փոփոխություն է տեղի ունեցել եւ տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Ինչն է այսօրվա առանձնահատկությունը, ժողովուրդ, մենք շատ մեծ զրկանքների միջով ենք անցել, մենք շատ մեծ ողբերգությունների միջով ենք անցել, մենք շատ մեծ տառապանքների միջով ենք անցել, բայց այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, որ մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե կարելի է այդպես ասել, բարդոտած պետությունից վերափոխվում եւ դառնում է ուրախ պետություն։ Սրա համար կան մի քանի պատճառներ եւ ընդ որում այդ ուրախությունը որևէ կերպ չի կարելի եւ պետք չի մեկնաբանել, թե մենք ինչ որ մի զրկանք մոռացել ենք, թե մենք մեր պատմությունը մոռացել ենք, թե մենք մեր նահատակներին մոռանում ենք։ Ընդհակառակը իմ արձանագրումը եւ համոզմունքն է, որ մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու, վառ պահելու, լավագույն ձևը զարգացած, բարեկեցիկ, անվտանգ, պաշտպանունակ եւ ապրելու համար, կյանքի համար հարմարավետ Հայաստանի Հանրապետությունն է։ Դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, դուք հիշում եք դրանք ինչ ժամանակներ էին, Հանրապետության հրապարակում անկախության օրվա առիթով ունեցած իմ ելույթում ես մի հիմնական ուղերձ եմ հղել, որ մեր նահատակները ընկան, որ Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնի, եւ ես այսօր ուրախությամբ եմ արձանագրում, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ոտքի վրա ամուր կանգնած պետություն է, ոտքի վրա ամուր կանգնած պետություն է։ Եվ ովքեր կասկածի տակ են դնում այս թեզը, պետք է նայեն ընդամենը վերջին 1.5 տարվա պատմությունը։ Դուք տեսաք, թե Հայաստանը ինչպես ընդունեց եւ դիմավորեց եւ ճանապարհեց եվրոպական տասնյակ երկրների առաջնորդների։ Դա ընդամենը սովորական միջոցառում չէր։ Մենք պետք է գնահատենք այն process-ը, որ տեղի է ունեցել վերջին 2 տարիներին։ Եվ ընդ որում ես կարող եմ հստակ արձանագրել, թե այդ process-ը կոնկրետ երբ է սկսվել։ Այդ process-ը սկսվել է 2024 թվականի գարնանը եւ իր հանգուցալուծմանն է հասել 2025 թվականի հունիսի 8-ին, բայց ինչ է տեղի ունեցել։ Տեղի ունեցել հետևյալը, ժողովուրդ, փոխվել է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը։ Դուք պատկերացնում եք զուտ աշխարհագրական կոորդինատներով Հայաստանի Հանրապետությունը իր միջազգայինորեն ճանաչված տարածքներով բնականաբար որտեղ կար, այնտեղ էլ մնացել է, բայց երկրի աշխարհագրական դիրքը փոխվել է էականորեն եւ քաղաքական իմաստով, տնտեսական իմաստով, նույնիսկ սոցիալ հոգեբանական իմաստով Հայաստանի Հանրապետությունը ծայրամասից վեր է ածվել կենտրոնի։ Մենք Երևանի ամենակենտրոնում ենք, Հայաստանի Հանրապետությունը վերջին 2 տարիներին ծայրամասից վեր է ածվել կենտրոնի եւ այն ինչ որ մենք ասում էինք, խոսում էինք խաղաղության խաչմերուկի մասին, խաղաղության խաչմերուկը միայն տրանսպորտային ծրագիր չէ,
խաղաղության խաչմերուկը այդ թվում քաղաքական եւ սոցիալ հոգեբանական ծրագիր է եւ ուրախ եմ եւ պատիվ ունեմ ձեր առաջ հայտարարելու, որ Հայաստանի Հանրապետությունը վերահսկվում խաղաղության խաչմերուկի եւ ես ուզում եմ ձեզ բոլորիդ շնորհավորել այդ առիթով։ Էլի ուզում եմ խոսել հետեւյալի մասին։ Այսօր մարդիկ լեգենդներ են պատմում, նեգատիվ լեգենդներ, Մեղրիի մասին, Գիրանցի մասին, եւ ես բոլորիդ կոչ եմ անում, առաջիկայում մանավանդ որ ճանապարհներն արդեն փառք Աստծո լավ են։ Ժամանակ տրամադրեք, մի հավատացեք մեզ, մի հավատացեք ոչ մեկի, ժամանակ տրամադրեք, մանավանդ նորմալ ճանապարհներն են, գնացեք Մեղրի եւ տեսեք մարդկանց տրամադրությունը։ Ես Մեղրիում մի շաբաթ առաջ եմ եղել եւ մարդկանց ուղիղ հարցնում եմ, ասում եմ մի հատ ասեք ինչա տեղի ունենում եւ ինչա տեղի ունենում անշարժ գույքի գների հետ։ Եվ մարդիկ ինձ ասում են հստակ, ասում են օգոստոսի 8-ից հետո Մեղրիում հողի եւ անշարժ գույքի գները 50% ավելացել են։ Ասում են կրկնակի, ես մի քիչ նվազեցնում եմ, որ ճիշտ լինի։ Այսինքն Մեղրին Հայաստանի Հանրապետության հետ միասին վերահսկվել ծայրամասից վերահսկվել կենտրոնի, հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, ահա այդ կենտրոնի եւ ամբողջ հանրապետությունն է վերածվել կենտրոնի։ Այսօր Մեղրիում մարդիկ անհամբեր սպասում են։ Տրիպ նախագծի անունը որ տալիս եմ, ասում եմ ինչ կարծիքի եք, մարդիկ այդ հարցին պատասխանում են ծափահարություններով, որովհետեւ նրանք հասկանում են, որ տասնամյակներ անց երկաթուղու վերաբացումը, մյուս ենթակառուցվածքների վերաբացումը, հնարավոր էլեկտրահաղորդման գծերի խողովակաշարերի, մալուխների անցումը Հայաստանի Հանրապետության տարածքով, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության պահպանման ոչ միայն տասնյակ միլիոնների եւ միլիարդների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետություն, այլ դառնալու է քաղաքական երաշխիք խաղաղության եւ անվտանգության։ Եվ սա է ամենակարևոր ձեռքբերումը։ Եվ ուրեմն ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել խաղաղության հաստատման առիթով եւ արձանագրել, որ խաղաղությունը 9 ամսական մեր խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի։ 9 ամսական երեխան այն ընտանիքում, որի անդամ ենք, այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ 9 ամսական երեխան ընտանիքի ուրախության եւ երջանկության առիթն է։ Այդպիսին է նաեւ մեր 9 ամսական խաղաղությունը, ել եմ ասում, ամսական խաղաղությունը, որը ստեղծվել է ժողովրդի զրկանքների եւ ժողովրդի աջակցության շնորհիվ։ Եվ այսօր շատերը պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է, թե այդ 9 ամսական խաղաղությունը լավը չի, հուսալի չի, եւ մենք նրանք խոսում են երաշխավորի մասին։ Ժողովուրդ ջան, մենք երաշխավորության համակարգերը տեսել ենք եւ երաշխավորության ազդեցությունը զգացել են մեր մաշկի վրա։ Սա մեր քաղաքական եւ հասունության պահն է որպես պետություն եւ որպես ժողովուրդ։ Մենք պետք է հասկանանք, որ մեր անվտանգությունը մեզ է հուզում եւ բացառապես մեզ։ Ոչ մեկին ում է պետք մեր անվտանգությունը։ Առաջին հերթին մեզ, երկրորդ հերթին մեզ, երրորդ հերթին մեզ, 10-րդ հերթին մեզ։ Եվ յուրաքանչյուր պետությանը եւ մենք պետք է դուրս գանք այն ցիկլից պատմական, երբ մենք մեզ ցույլ ենք տալիս, մեզ ուրիշներին թույլ ենք տալիս օգտագործել ուրիշների դեմ եւ որպես արդյունք դրանից հետո մեզ թողնել մենակ եւ մեզ շպրտել։ Եվ ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ քաղաքացին այս ըմբռնմանը հասել է։ Եվ հետեւաբար նրանք ովքեր ասում են, թե մենք ի վիճակի չենք պահպանել եւ հոգ տանել մեր 9 ամսյա խաղաղության համար, նրանք ըստ էության առաջարկում են, որ մենք մեր խաղաղությունը, մեր երկիրը եւ մեր 9 ամսյա խաղաղությունը հանձնենք ուրիշի խնամքին, ըստ էության հանձնենք որփատուն, հանձնենք որփանոց, մենք ասում ենք ոչ,
որովհետև համոզված եմ Հայաստանի Հանրապետությունում այլևս կա քաղաքացի, ով ի վիճակի է, կարող է եւ ուզում է տեր կանգնել իր պետությանը, տեր կանգնել իր անկախությանը, տեր կանգնել իր խաղաղությանը, տեր կանգնել իր ապագային։ 2021 թվականին մենք եկանք եւ ձեզ ասացինք, որ ապագա կա։ Այն ժամանակ թվում էր, թե չկա ոչ մի ապագա, բայց մենք եկանք եւ ձեզ ասացինք ապագա կա։ Դուք մեզ վստահեցիք եւ մենք այսօր եկել ենք ձեզ ասելու, որ այդ ապագան եկել է, այդ ապագան հիմա է, այդ ապագան այսօր է եւ սա նույնպես Եվ սա նույնպես պատմական փոփոխություն է, որովհետև մեր պատմության ողջ ընթացքում ապագան մեզնից հեռավոր եւ անհասանելի մի բան է եղել։ Եվ մենք միշտ երազել ենք հասնել ապագային, բայց միշտ ներքին վախ ու զգացողություն ենք ունեցել, որ այդ ապագային չենք հասնելու։ Սա մեր պատմության բացառիկ էջերից մեկն է, որ մենք ասել ենք, որ ուզում ենք ապագա եւ հասել ենք ապագայի։ Դրա համար մենք կայացրել ենք շատ բարդ եւ դժվար որոշումներ, որովհետեւ հասկացել ենք, որ եթե այսօրվա մեջ մենք կայացնենք երեկվան վերաբերվող որոշումներ, մենք այդպես էլ չենք հասնի ապագային։ Մենք այսօրվա մեջ կայացրել ենք ապագային վերաբերվող որոշումներ, այո շատ դժվար, այո շատ բարդ, այո շատ ողբերգական, այո շատ զրկանքների միջով անցնելով, բայց մենք ոչ մի վարքյան չենք մոռացել, որ ձեզ խոստացել ենք, որ ապագա կա, եւ մենք այսօր եկել ենք ասելու, որ ապագան այստեղ է, ապագան այսօր է, ապագան այստեղ է, եւ այդ ապագայի գագաթնակետն է հաստատված խաղաղությունը։ Բայց 9 ամսական խաղաղությունը եւս մի ընդհանրություն ունի 9 ամսական երեխայի հետ։ Եվ այդ ընդհանրությունը հետեւյալն է. եթե 9 ամսական երեխային տեր չկանգնենք, դրա մասին հոգ չտանենք, դրա մասին խնամք չտանենք, ինչ տեղի կունենա այդ երեխայի հետ։ Նա չի ապրի, նա ոտքի չի կանգնի։ Եվ հետեւաբար մեր խնդիրը այս ընտրություններում տեր կանգնել մեր երեխային, տեր կանգնել խաղաղությանը, տեր կանգնել խաղաղությանը։ Ժողովուրդ 2 տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, 2 տարի։ Հասկանում եք, եւ մենք սրանից մեզ երջանիկ ենք զգում, սա չի նշանակում, թե մենք նստացնում ենք նախկինում ընկած մեր եղբայրներին, դա չի նշանակում, դա ուղիղ հակառակն է նշանակում, որ մեր ընկած եղբայրների արյունը չի կորել, իզուր չի եղել, որովհետև այո մենք նրանց զոհողությունների արդյունքում եւ հետևանքով նրանք են մեզ ստիպել առերեսվել մեր իրականության հետ, մեր ընկած եղբայրներն են մեզ ստիպել, մեզ պարտադրել, մեզ թողել մի հարց, որի պատասխանը մենք պետք է գտնենք եւ այդ հարցի պատասխանը մենք գտել ենք եւ այդ հարցի պատասխանը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն։ Եվ ուրեմն մեր խնդիրը 2026 թվականի հունիսի 7-ին շատ պարզ է, մենք խնդիրը պարզացրել ենք։ 2018 թվականից հետո մենք նաև ձեր քննադատություններն ենք շատ հաճախ լսել, որ ասել ենք, դե եկեք ակցիա անենք, ստեղ շրջափակենք, այնտեղ այս մարդիկ ասել են, սրանց տարանք հասցրին կառավարություն, սրանք լծույց են անում։ Գնացեք լծակներ ունեք, լուծեք, եւ մենք աշխատել ենք մաքսիմալ պարզացնել այն խնդիրը, որ ուզում, բայց որ 2018-ին անդրադարձանք, կներեք կարող է երկար ստացվի, մի բանի էլ չեմ կարող չանդրադառնալ։ Տեսեք ժողովուրդ, մենք այսօր
միայն 2026 թվականի միայն կենսաթոշակները բարձրացնելու համար լրացուցիչ 70 միլիարդ դրամ ավել գումար ենք ծախսում պետական բյուջեից 70 միլիարդը մոտավորապես 160-150 միլիոն դոլար չէ հա ֆինանսվա որ հա ապրիլի 1-ից 70 միլիարդ առողջության ապահովագրության համար մենք 2018 թվականից ըստ էության առողջապահության ֆինանսավորումը կրկնապատիկից ավելացրել ենք ճիշտ է եռապատկել ենք 2018 թվականից Այս որտեղից էս գումարները որտեղից ժողովուրդ 2018 թվականից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է գործել 6.6 միլիարդ դոլար որը հեղափոխության ուղիղ արդյունքն է Ես հիմա չեմ ուզում բարդ հաշվարկներ անեմ, անցյալ տարի ազգային ժողովում ունեցած ելույթում այդ հաշվարկը արել եմ 6.6 միլիարդ դոլար, որ նախկինում գնում էր եռագլուխ մաֆիայի գրպանները, մենք կտրել ենք հետևողականորեն եւ ուղղել ենք պետական բյուջե։ Այդ փողերը դարձ 2018 թվին ժողովուրդ ջան, նվազագույն կենսաթոշակը Հայաստանի Հանրապետությունում եղել է 16000 դրամ։ 2026 թվին նվազագույն թոշակը Հայաստանի Հանրապետությունում 46000 դրամը պլյուս դեռ չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարը փաստացի կարող ենք ասել 56000 դրամը այս ամեն ինչը մենք արել ենք թալանը կանգնեցնելով ուրիշ օրինակ բերեմ 2018 թվականից մինչև 2026 թվականը մենակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամով ավելի շատ վճարում է արել պետական բյուջե, քան նախորդող 8 տարվա ընթացքում։ Պլյուս Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ դուք բոլորդ իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության 21%-ից ավելի բաժնեմաս ունեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Ես ուզում եմ ասել դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այսօր ես Երևանում տեսնում եմ բակեր, այսօր 45 հատ նոր տրոլեյբուս եք ստացել, ժողովուրդ, երևանցիներ սիրելի։ Այդ 45 տրոլեյբուսի ֆինանսավորումը ամբողջությամբ ապահովել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ես եմ ասում, որտեղ մեկ ասում են, բա թալանված ասել եք վերադարձնել, բա այս ինչով ենք անում, ժողովուրդ ջան։ Պլյուս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ֆինանսների նախկին նախարարի տունը ապօրինի ձեռք բերված, Միացյալ Նահանգներում վաճառվել է եւ հիմա գործընթաց է տեղի ունենում փողի 70%-ը փոխանցել Հայաստանի բյուջե։ Ինչի 70%-ը, որտեղ իրանք ընթացակարգեր ունեն, այդ ընթացակարգերը պետքա պահպանեն։ Հաջորդը մենք կոպեկներով սեփականաշնորհված Հայաստանի էլեկտրական ցանցերը այլևս հիմա դե ֆակտո պետական սեփականությունը եւ շատ շուտով կլինի դե յուրե պետական սեփականություն եւ մենք դա կպետականացնենք ամբողջությամբ թափանցիկ մրցույթով կհրավիրենք միջազգային գերպրոֆեսիոնալ կառավարչի որպեսզի հանկարծ այդ կառավարիչը կալուգացի օլիգարխի նման մեր մանկապարտեզների վրա ավել փող չգրի, պատկերացնում եք մարդիկ մանկապարտեզի վրա ավել փող են դրել իրանց գրպանը, այսօր եկել են, խոսում են ինչ-որ հայրենիքից, հայրենասիրությունից, լսեք դուք մանր գողցողներ եք, դուք ինչ իրավունք ունեք ընդհանրապես հայրենիքից ու հայրենասիրություն, ձեզ համար հայրենիքը ապրանք է, դուք զորամասի վրա, պատկերացնում եք զորամասի վրա բանակից են խոսում այդ մարդիկ, զորամասի վրա հոսանք են գրել ավել, որպեսզի պետությունից ավել փող տանեն։ Եվ այդ մարդիկ խոսում են, չգիտեմ, բարեգործությունից էլ ինչից։ Ավելին ասեմ, Ծառուկյանի փեսա հանդիսացող Կարապետ Գուլոյանի տունը չէ, դա տենց չգիտեմ ինչ է կոչվում, դա հիմա ժամանակակից դղյակ է, թե դա այլևս իրա սեփականությունը չի, ժողովուրդ ջան, այլևս ձեր սեփականությունն է, որովհետև ասել ենք հատիկ առ հատիկ հետ ենք բերելու եւ հատիկ առ հատիկ հետ ենք բերում։ Այսօրվա դրությամբ 2018 թվականից սրանից բացի
արդեն իսկ դատական տարբեր որոշումներով 700 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոցներ մենք վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությանը։ Այսօր համայնքը մենք առավոտը կոնսերվատորիայի դիմացի այգին էինք։ Քաղաքապետարանը մենք նույնիսկ տեղյակ չենք դատական գործերով այդ վարձակալության պայմանագրերը չեղալ առը եւ դա վերադարձվել է Երևանին, Արմավիրում, Իջևանում, տարբեր հազարավոր հեկտարներ անտառներ ենք մենք տասնյակ հազարավոր անտառներ ենք վերադարձրել ապօրինի վարձակալած, այսինքն ճիշտ է սեփականացված չի, բայց 100 տարվա վարձակալությանը տրված անհասկանալի պայմանագրերով միզեր կոպեկների դիմաց փաստացի սեփականությունն է դա մենք դա վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությանը բայց ելի եմ ասում այս ամեն ինչը ընդամենը այս հարցի հարակից հարցը բուն հարցը խաղաղությունն է եւ խաղաղությանը տեր կանգնելը եւ ուրեմն բոլորիդ կոչ ենք անում 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ խաղաղությանը տեր կանգնելու համար գործել հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց շատ կարևոր է այլի արձանագրել թե ինչի ենք քվեարկում 16-ին որովհետեւ պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը կենտրոն վարչական շրջանին Երևան մայրաքաղաքին Հայաստանի Հանրապետությանը փառք նահատակների եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ եմ շատ